Հիմա այդ շոշափելի գծից այն կողմ արդյոք դուք Աբու Դաբիում նաև պատվիրակություններով հանդիպում եղավ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները ձեր եւ Ալիևի գլխավորությամբ արդյոք այստեղ քննարկվեցին այնպիսի հարցեր, որոնք դեռ հայ հասարակությանը անհանգստացնում են, որովհետեւ մամուլի հաղորդագրությունը շատ սեղմ էր, օրինակ սահմանազատման շարունակությունը, եթե ասենք թրիփը իրագործելի է, հիմա իրագործում ենք, մեզ շտաբը Սյունիքում է սահմանազատում պետք, օրինակ Ադրբեջանի զորքերի օկուպացված տարածքներից դուրս գալը, օրինակ խաղաղության նախաստորագրված պայմանագրի ստորագրման ժամկետներ կունե մոտավոր, եթե կարելի է մի քիչ փակագծերը բացեք այդ հանդիպումից։ Այնքանով, որքանով ճիշտ կլինի, ելի եմ ասում, ես մեր ժողովրդից եւ հանրությունից ոչ մի գաղտնիք չունեմ, բայց կան դիվանագիտական նրբություններ, որ պետք է պահեմ, բնականաբար բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են։ Նախ ես ուզում եմ մենք մեկը միշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը, մենք ասել ենք եւ այդ դրա վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն, որովհետեւ ելի եմ ասում, սա շատ հստակ արձանագրում է եւ մենք դա արել ենք դեռ շատ վաղուց, այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինել։ Մենք հետևականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով եւ 1991 թվականի Ալմատի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Սահմանազատման եւ կապուղիների թրիփի իրագործման հարցում կա լրացուցիչ մի նրբություն, որտեղ սահմանը երկար է եւ սահմանազատումը բնականon ճանապարհով բավականին երկար կտևի, իմիջիայլոց ասեմ, որ սահմանազատման հանձնաժողովները իրենք նաեւ հերավար աշխատում են, որովհետեւ տարբեր փաստաթղթեր են արձանագրությունների նախագծեր են մշակում եւ այսինքն ամենօրյա աշխատանք գնում է, իրականում սահմանազատումը շատ մանրամասն եւ բարդ գործընթաց է եւ դա շարունակվում է եւ շարունակվելու է։ Կապուղիների մասով, հաղորդակցությունների մասով մենք ունենք ըմբռնում, որ այս պարագայում մենք սահմանազատման գործընթացը մի փոքր այլ կերպ պետք է կազմակերպենք։ Այն հատվածներում, որտեղ պետք է անցնենք երկաթուղի, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ, այդ հատվածում ենթադրենք իրեն պետք է 500 մետր լայնությամբ տարածք։ Մենք 1.5 կիլոմետր առնվազն պետք է նախ սահմանազատում եւ սահմանագծում անենք, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ կասկած չլինի, թե միլիմետրի ճշտությամբ սահմանը ճշտենք, նոր իրականացնենք կապուղիների հետ կապված հարցերը, բնականաբար քննարկել ենք նաև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված հարցեր, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման։ Քաղաքական դաշտում քննարկումներ կան, որ մինչև ընտրություններ, Հայաստանի խորհրդարանական ընտրություններ գուցե ստորագրվի եւ Թուրքիայի հետ սահմանը բացվի։ Դուք ունեք այդպիսի զգացողություն։ Ես ունեմ այսպիսի օրակարգ